Դուք ներկայացեք հարցը կտանք։ Ես Juan Pablo Գեչիջյան եմ, 18 տարի Հայաստան ապրել եմ, դարբեր գործեր արած եմ аэроպորտը համար եւ ուրիշ ընկերությունների համար։ Եվ այսօր գտնվում ենք ոստեղ Արգենտինայի եւ Բրազիլի ընկերների խումբի հետ հիշադակելու մեր զոհերին այս 110-ամյակի ցեղասպանությունին։ Բոլորը մեծամասնությունը հայ չեն, բայց շատ մոդիկ են, շատ ընկեր են հայերին եւ Հայաստանին եւ գտնում են իրեն, որ շատ կարեւոր էր այսօրը հոս Հայաստանում նշել եւ դոնել ծևոմ ասենք։ Ինչ կուզել եք։ Իրենք քաղաքական մարդիկ են, ժուրնալիստներ են, ամենանշանավոր երկու ժուրնալ, ինչպես կսի, լրագրող ամենագարտացված իսպաներեն աշխարհում եւ պաստապաններ են, իրավականներ են, որ շատ պաշտպանում են Հայաստանի մեր խնդիրը թուրքերի հետ Արգենտինայում եւ Բրազիլում մանավանդ մեր parlamenti մեջ եւ կառավարությունների մեջ Այո, իրենք դեղյակ են ամեն ինչի եւ օգնում են ինչպես կարող են որ Արգենտինան եւ Բրազիլը միշտ հայերի կողմից լան եւ օգնեն դաշնամիների հանդեպ Adiga ce teman vor իրեն գալիս են, ոստեղ գալիս ենք, որ աշխարհը իմանա ինչ ըրած են հայերի հետ, թուրքերը, եւ ինչպես 110 տարի հետո բան չի փոխվել, եւ բարձրացնելու ցայնը, որ ինչպես կարելի է որ 100 տարի անցել են եւ բան չի եներ, շատ երկիրներ, որ խոսում են ազատության մասին, խոսում են դեմոկրատիայի մասին, բայց երբ որ դիկտատորներ ցեղասպանություններ գսեն բան չեն ասել։ Ադիգա է մեր նվադագը, որ բարձր ցայնով սվի at սխալ բանը։ Իսկ ինչու է կարծում, որ 110 տարի անց բան չի փոխվել, ինչ հիմքով։ Ինչու աշխարհը Ալիև, Սևլուս բացի վրետ, ամեն աշխարհին ասում, Ալիև, Սևլուս բացի վրետ, Հիսուս Քրիստոս, Նիկոդիմա դուխո։ Աշխարհը միայն բիզնեսը մտածում է, փողը մտածում է եւ մարդկային կարևորությունները գողմը ցկած է։ Եվ ադիգա ինչ որ գազեն թե որ բիզնեսը եւ փողը ավելի արժեք ունին քան թե յանքը։ Ադորամար թեր ցեղասպանություններ կգադարվին։ Ինչպես կարելի է կանխարգելել ցեղասպանությունները ձեզ։ Կանխարգել ինչ կուզես։ Կանխարգելել։ Ցույց տալ։ Ցույց տալով ինչ կբադայի որ բոլոր աշխարհը խոսի ինչպես մերցուցել են 1 միլիոն ուգես հայ 6 միլիոն հրյա Ռուանդայում ցույց տալով որ ժողովուրդը իմանա շատ ժողովուրդ Ամերիկայում չեն գիտեր ասիգա ինչու իրենց երկիրները ցևոմը չեն տողեր որ աս լուրերը իրենց երկիրների մեջ դարածվին Իսկ դուք տեղի եք Արցախում տեղի ունեցածին եւ ինչպես եք դրան վերաբերվում գնահատականը դա ինչ էր Բոլորը Արգենտինայում եւ Բրազիլում հասկանում են որ հոնդեղալ ցևոմը ցեղասպանություն կատարվել է որ մեր ժողովուրդը ստիպված փախավ չնջել են եւ չնջում են մեր identity, ինչպես կսեն identity, ինքնությունը այդ տարածքներում, որ հազարամյակ տարիներով մենք ապրել ենք, եւ ադիգա շատ ցույց կդրվի գոր։ Դուք նշեցիք, որ ձեզ հետ Հայաստանում են գտնվում արգենտինյան եւ բրազիլյան հայտնի լրատվամիջոցների լրագրողներ, ովքեր հայերի մասին տարբերաբար անդրադառնում են եւ լուսաբանում։ Այս օրերին Ադրբեջանում Բաքվում տեղի ունենում հայ ռազմագերիների դատավարություն։ Այո։ Եվ բարբերաբար իրենք ամեն անգամ գրում են, որ այդ դատավարությունը բաց է։
Արդյոք նրանց մոտ ցանկություն չի առաջանում գնալ եւ լուսաբանել դատավարությունը։ Ցանկությունը գա եւ ալորամար իրենք ալ հոսեն, որ կարողանան ինչքան շատ լուրեր օ ինֆորմացիա ունենալ, որ կարողանան իրենք ալ գրել ալոր մասին։ Դժբախտաբար բոլորս գիտենք, որ Ադրբեջանը դեմոկրատիա չէ, Ադրբեջանը ավտորիտար ռեժիմն է եւ չի թողել ազատ լուրերի դարացումը։ Դժվար գլա, որ ժուրնալիստներ թողեն մտնել Ադրբեջանը, որ կարողանան ցույց տալ ինչքան կրիմինալ բաներ գնեն, որ մեր հայերը։ Դիմում եղել է, դիմում եղել է։ Ադիգա իրենց պետք է հարցունենք, ես դեղյակ չեմ, բայց վստահ եմ, որ եթե հնարավորությունը լարն է գնեն, բայց գիտենք, որ ունեդը պիտի խոսին եւ ադիգայի խնդիրը։ Երբ օրինակ դատավարությունների ժամանակ հայտարարում են, որ բաց է, դռն բաց է դատը, դա է խնդիրը։ Եթե դիմեն, մերժում ստանան, դա այլ հարց է, բայց եթե չեն դիմում լուսաբանելու համար, ադիգա իրենց պետք է հարցնի, իմանանք, կարող ենք հարցնել, բայց bueno, հիմա չեմ գիտերով դա երևս։ No, pero հոստեղ չկան իրենք ընկերներն են, բայց ժուրնալիստները գաշխատին, որ հիմա շրջանում։ Առաջին անգամ են Հայաստանում։ Իրենք այո։ Ամեն տարի դարբեր խումբեր կան, որ միևնույն Դուք գրուպի։ եք կազմակերպում այդ խմբերի։ Այո։ Շնորհակալ եմ։ Ուժ եղեն։ Ուժեղել դանք բոլորս եւ միացված։ Շնորհակալ եմ։ Սնարելի։